Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր նոր դարվան 2026 թվականի առաջին առավոտն է։ Եկեք ամենքս միասին սրտի խորերեն մեր աղոթները երկինք բարձրացնենք եւ մեր բաշտելի Տիրոջ ասենք. Փառք քեզ Աստված, փառք քեզ, հաղաքս ամենայնի Տեր, փառք քեզ։ Շնորհավոր ամանոր ձեր բոլորին, սիրելի ասկագիցներ։ Սիրտս ուրախությամբ լեցուն է, հոգիս ծնծությամբ եւ ամբողջ էությունս հույսով է որ Տիրոջ գուսա։ Հույսն է սիրելիներ, որ մեզ երբեք չամտցներ։ Մանավանդ երբ մեր հույսը Տիրոջ վրա է։ Հիսուս Քրիստոս մեր գենթանի հույսն է։ Տեր Հիսուս ինք ըսավ, որ նեղություններ պիտի գրեք աշխարի վրա, բայց քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին։ Հետևաբար սիրելիներ, մենք հաղթական Հիսուսին, հաղթական զավակներն ենք։ Այո, նոր դարին դակավին անորոշ է մեր դիմաց։ Չենք գիտեր որ հաջորդող օրերուն ինչեր պիտի պատահին մեր կյանքին մեջ։ Գրնանը լալ որ ուրախության բահեր ապրինք, գրնանը լալ որ ցավալի բահեր ապրինք, նեղություններ կան, կամ ուրախություններ հայտնվին։ Սիրելիներ, ինչ ալ պատահին մեր հույսը Տիրոջ վրային չեն կդրեր։ Մեր հավատքը Տերը ինքն է եւ ահա այս վստահությամբ է որ նոր դարին կսկսենք։ Սիրելիներ, ամեն մարդ նոր դարվան ընթացքին երազանքներ կբահե եւ հաջող մարդիկ կսեն թող այս տարին գախարտական դարի դառնա ձեր բոլորին համար։ Ոչ սիրելիներ, մեզի համար գախարտական դարի պիտի չդառնա։ Մեզի համար Աստուծմով ապրելու, Քրիստոսով վերանորոգվելու, Սուրբ Հոգիով ներբնակվելու դարի պիտի դառնա։ Եվ մենք սիրելիներ, Տիրոջ պիտի խնդրենք, որ մեր կյանքը այս տարի ավելի զարգեցնե, որ Տերը մեզ ավելի սրբացնե, որ Տերը մեզ իրեն մոտիկցնե, որ Տերը մեր ցերկեն բռնե ու մեզ առաջնորդե։ Նորոգող հնությանց, նորոգյա եւ զիս, նորոգ զարդարյա։ Հնությունները նորոգող Տեր, նորոգե եւ զիս։ Նորեն զիս զարդարե, առաքինություններով, փարությամբ, սրբությամբ, քու շնորհներովդ, որբեսի Տեր քու գամքիդ համացայն ապրիմ եւ աշխարհի մեջ քու լույսը տլամ, քու աղդ ըլամ։ Սիրելի ասկագից եղբայրներ եւ քույրեր, նոր դարվան այս առաջին օրը իսկապես որ մեր սիրտերը հոգիները հույսով է որ գլեցվին։ Ես սիրելիներ Տիրոջ մե խնդրանք ունիմ ոչ թե իմ անձիս համար, այլ իմ ազգիս համար, որովհետև մեր ազգային երկնագամարը խիտ ամբերով լեցուն է, մեր ազգային երկնագամարը որոդումներով, գայծակներով, ամբրոպներով եւ տեսակ մութ ամբերով լեցուն է։ Սիրելիներ, սակայն այդ բոլորը պիտի չդգարացնեն մեզ, այլ այդ բոլորը սիրելիներ պետք է մեզ ըստիբեն, մեզ մղեն, որ ամեն մեկ հայ ձունգի կա Տիրոջ դիմաց եւ Տիրոջ ներկայությունը, Տիրոջ բահբանությունը, Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ սերը խնդրե, որբեսի այդ ամբողջ երկնագամարը հերանա մեր ազգին վրայեն եւ
լուսաշող արևը ջարակայթ է դիրոջ ներկայությամբ եւ սրբությամբ։ Սիրելիներ, եթե ինձ հարցնեք, որ ինչ կուզեք, ես սիրելիներ շատ բաներ կուզեմ մեր ասկին համար եւ բարձրացան պիտի ասեմ, թե ինչեր կուզեմ եւ այդ բոլորը պիտի ուզեմ մեր դիրոջմեն, որովհետեւ ինք ասավ. խնդրեցեք եւ պիտի դամ ցեզի, փնտրեցեք եւ պիտի գտնեք, թուրը փախեցեք եւ պիտի բացվի ցեզի։ Ահա սիրելիներ, դիրոջ մեկը խնդրեմ, որ դա մեզի մեր ազգին շնորհք, սեր, ողորմություն, կտություն, համերաշխություն, ներտաշնակություն պիտի փախեմ դիրոջ դռները, որբեսի փանամ մեր թիմացը, օրտնության ու հաջողության դռները, պիտի փնտրեմ սիրելիներ դիրոջ խոսքերը, օրտնությունները, որբեսի դերը մեր թիմացը հանե։ Հետևաբար, ինչեր պիտի խնդրեի այս տարվան համար, ինչեր պիտի խնդրեմ, սիրելիներ, պիտի խնդրեմ, որ հայը ճշմարիտ քրիստոնյա ալա, պիտի խնդրեմ, որ հայը խոնար զավակ ըլլա Աստուծո, պիտի խնդրեմ, որ հայը հայու արյուն չթափե, հայը հայու թեմ չլե, հայը քողություն ու բղձություն չնե, հայը սրբությամբ ու սիրով իրարու հետ խոսի եւ վերապերի։ Պիտի խնդրեմ դիրոջմեն, որ հայը հայրերու հավատքով գարչած մնա դիրոջ եւ իրար օգնությամբ առաջ երթա։ Հռոմայեցիներու նամակի 13-րդ գլխու 9-րդ համարեն մինչև ավարտը այնտեղ խոսքեր կան, այդ խոսքերը սիրելիներ, որպես խնդրանք պիտի ներկայացնեմ եւ դիրոջ պիտի ասեմ. Դեր թող մեր սերը իրարու նկատմամբ անգերց ըլլա, ադենք ինչ որ չար է եւ բարին գարչած մնանք, եղբորբես իրար սիրենք, քորովանքով հարկելու մեջ իրար կերազանցենք, երանտակին աշխատինք առանց զուլանալու, չերմերանտ հոգիով քեզի ծառայենք, ով դեր, հույսով ուրախանանք, նեղության մեջ համբերողը լանք, հարադև աղոթենք, գարիքի մեջ եղող մեր եղբայրներուն ցերկ երգարենք եւ օգնենք, միշտ հյուրասերը լանք, օրտնենք մեզ հալածողները, օրտնենք եւ ոչ թե ադենք իրար, ուրախացողներուն հետ ուրախանանք, լացողներուն հետ լանք, բոլորին հանդեպ նույն վերաբերմունքը ցուցաբերենք, մեծամիտ չլանք, խոնար մարդոցալ բարեկամություն ունենք, ովևէ մեկուն չարիքով չհագաթարցենք, չարիքով չհադուցանենք, բոլորի հետ սիրով ապրենք, ամենուն հետ խաղաղ ապրենք, երբեք վրեժ չլուծենք իրար մե, այլ սիրով վերապերենք եւ մեր թադը երկնավոր դիրոջ հանցնենք, երբեք չբարդվենք չարեն, այլ բարիով հաղթենք չարին։ Գաղոթեմ սիրելիներ, որ այս տարին հայոց երկնագամարին վրա վերջապես ձակի դիրոջ խաղաղության ձիածանը, որբեսի այլևս մեր երկնագամարը բայցար ըլլա, որ չար մեծ բեդություններու չար ծրակիրները մեր հայրենիքին վրայեն հերանան, մեր սահմաններեն հերանան եւ չհաջողի անոնց չար ծրակիրները, դերը բահբանե իր ռեշտակներու բահբանությամբ հայոց բոլոր սահմանները։ Գաղոթեմ, որ մեր թշնամիներու հոգիները դիրոջ սիրով ջզմվին եւ այլևս մեզի թեմ զենք չփարսացնեն։ Գաղոթեմ, որ սահմանաբահ մեր զավակները, որոնք այս բահուն
փուքին, փորանին, հաստատ ամուր գանքնած են, մեր սահմանները պահպանելու, առողջ մնան, թշնամի ո՞ե մեկ քնթակ անոնց չմոտենա, եւ ո՞ե մեկ հայդուն խավարի մեջ չմնա, սուկը չբադե անոնց սրդերուն, ոչ մեկ ծնողի աչքեն արցունք չհոսի, գաղոթեմ, որ հայոց փանագի զինվորները մնան ամուր, հավատքով լեցուն, իրենց ղեկավարները, իրենց հրամանատարները, ըսպանները եւ բոլոր պաշտոնյաները անթավաջան սիրով հայրենիքի հանդեպ սեր ունենան ու ծառայեն հայրենիքին։ Գաղոթեմ ամբողջ սրտով, որ կերևարված մեր զավակները դուն վերադառնան։ Հայաստանի մեջի փանդերը թադարգվին, ոչ մեկ հայ փանդի մեջ չմնա։ Բոլոր հայերու սիրտը իրարու հանդեպ սիրով լեցվի եւ ոչ թե ադելությամբ, ադեն մեղքը եւ իրարու հետ ներտաշնագությամբ ապրին։ Գաղոթեմ ու գխնդրեմ Տիրոջմե, որ յուրաքանչյուր հայու շրտները մաքրվի հայույանքներեն, գեղդոտ խոսակցություններեն, անեծքներեն եւ ընդհակառակը իրենց շրտներեն լույս ելլե, սրբություն ելլե, բարի խոսքեր ելեն։ Գաղոթեմ, որ զույգեր ամուսնական սուրբ գաբով իրարու հետ միանան, անարագությունը վերանա մեր հայրենիքի մեջ են, բղծությունը, միասերականությունը, թմրամոլությունը, ոճրակորձությունը, թավաջանությունը, ամեն տեսակ գեղդոտություն ու մեղք վերանա հայոց աշխարհի մեջ են եւ մենք կարողանանք սրբությամբ ապրիլ։ Թող սուրբ ամուսնությամբ ընտանիքները շատնան, թող երեխաները արադանան ընտանիքի մեջ, բազմածնունդ ըլլան մեր ընտանիքները, թող հայոց պետականությունը անսասան մնա, հայոց պետականության աթորին վրա բազմին բոլոր արժանավորները, ազգասերները, հավատքով լեցուն մարդիկը, Աստուծո երկյուղը ունեցողները, որբեսի մեր հայրենիքը հետաքած ցնցումներեն հերու մնա եւ հայոց նավակը ամեն տեսակ ալեգոծությունները դուրս գալով հասնի խաղաղ նավանկից։ Գաղոթեմ ու խնդրեմ Տիրոջմե, որ օրհնե Հայաստանի ցարակելական սուրբ եկեղեցին, որ բացարձակ կերպով բաժանումներ չլան, որ Աստված մեզի սուրբ գրոնավորներ, սուրբ մշակներ ուղարկե, այլևս բաժանումներ չլան, այլևս չարի գամքը գադարողներ չլան, այլևս բղծություններ չլան, այլ յուրաքանչյուր գրոնավոր սրբությամբ թող ջարակայթե եւ ամեն մեկ գրոնավոր Աստուծո հոդի անդամները առաջնորդե թեպի հավիտենական փրկություն։ Գաղոթեմ, որ աղանդավորները թարցիկան, դիրոջ դառնան եւ այլևս ամեն տեսակ բարակդիչ վիճակներեն դուրս կան, ընդունին ամենասուրբ երրորդությունը, հայրը, որդին եւ սուրբ ոգին, թավանին դերը, որպես ճշմարիտ Աստված, որպես ճշմարիտ դեր ու փրկիչ։ Գաղոթեմ, որ սուրբ մայրիկ Աստվածածինը, սուրբ Գրիգոր Լուսավորիչը, սուրբ Թադեոս Բարտողոմեոսը, սուրբ Սահակ Բարտևը, սուրբ Մեսրոպ Մաշտոցը, սրբոց Վարդանանք, սուրբ Հովանոցնեցին, սուրբ Նարեգացին, սուրբ Ներսես Շնորհալին, սուրբ Դատեվացին եւ բոլոր սուրբերը բարեխոսեն մեր ազգին համար, որբեսի մեր ազգի զավակները սրբության ջամփու մեջ են գալեն։ Գաղոթեմ մեր նահատակ զավակներու, հոգիներու անմահության եւ հավիտենական կյանքին արժանացման համար։ Թող դերը անոնց հոգիները ընդունի իր լույս հարգերեններս եւ փարած բսագին արժանացնե։ Գաղոթեմ բոլոր սքավոր մայրերուն ու հայրերուն համար, երիտասարդ գիներուն ու որբացած զավակներուն համար, որ դիրոճմոն մխիթարվին, որ իրարու հետ սիրով լան, ամրաբնթվին եւ
իրենց սուքը հավիտենական երջանկության եւ ուրախության փոխագերբվի։ Գաղոթեմ, որ ամեն մեկ հայ զինվոր, որ բادرազմի ընթացքին վերքերը ստացած է, ըսպիանան այդ վերքերը։ Գաղոթեմ, որ բոլոր թերաջները բժշկվին, բոլոր հիվանդները աբակինվին, թե հիվանդանոցներու մեջ, թե դուներու մեջ, բոլորն ալ հոգի բժշկությունը ստանան եւ բժիշկներու բժշկեն մարմնավոր բժշկությունը ստանան եւս եւ իրենց կյանքը ապրին սրբությամբ եւ օրտությամբ։ Գաղոթեմ սիրելներ, հիվանդաբահներուն համար, բժիշկներուն համար, հրշեջներուն համար, ոստիկաններուն համար, մեր ասկի զավակներուն համար, ամենեն բարձր բաշտոն ունեցողներեն մինչև ամենեն բարձ շինագանը, արհեստավորներուն համար, այն մարդոց համար, որոնք սիրելներ հայրենիքը գանքուն կբահեն, գաղոթեմ, որ Աստված զիրենք շնորհներով լեցնե, յուրաքանչյուրը իր բարդականությունը կդարե լիոլի սրբությամբ եւ օրտությամբ, որբեսի սիրելներ մեր հայրենիքը ծաղկի, զորանա, զարկանա եւ ազգերուն մեջ լուսավորվի եւ առաջնամարտի գլա։ Գաղոթեմ սիրելներ, որ իսկապես այս տարին մեր բոլորին համար թարնա օրտության տարի, սրբության տարի, վերանորոգության տարի։ Մենք կողմ տնենք ամեն տեսակի երկբարագություններ, ամեն տեսակի բաժանարար խոսքեր, ամեն տեսակի ցեխարցագումներ, ամեն տեսակի անեցներ ու չար խոսքեր, հայույալից խոսքեր։ Եկեք սիրելներ, սրբությամբ սկսենք մեր տարին։ Իրարու հանդեպ ներողը լանք։ Երբեք սիրելներ չարեն չբարդվինք, երբեք մեղքի մեջ չինանք, այլ իսկապես սրբությամբ ապրինք։ Գաղոթեմ, որ մոլորյալ զավակները դուն դառնան, ջամփորդները ամփորձանք իրենց դուները հասնին։ Գաղոթեմ, որ հայրենիքը զորանա։ Գաղոթեմ, որ սիրելներ հայրենադարձություն տեղի ունենա։ Գաղոթեմ, որ աշխարհին վրա խաղաղությունը լա, Տիրոջ ներկայությունը ըլլա, բազմաթիվ մարդիկ Տիրոջ դառնան, իրենց մեղավոր վիճակեն եւ ճշմարիտ Դերը Հիսուս Քրիստոսը գտնեն ու հավիտենական կյանքին արժանան։ Սիրելիներ, ահա այս խնդրանքներն է, որ կներկայացնեմ Տիրոջ եւ այս է փափակս 2026 թվականին համար եւ մեր ազգին համար եւ ամբողջ աշխարհին համար։ Աստված թող ինքը բահբանե մեզ սիրելներ, Դերը թող զորացնե մեզ, իր գամքը կործատրենք, իր բադվիրաններու մեջ ենք ալենք եւ այդ ժամանակ մեր հայրենիքը պիտի ծաղկի, այդ ժամանակ մեր ընտանիքները պիտի փառքավաճին, այդ ժամանակ անսասան պիտի մնա հայոց պետականությունը, այդ ժամանակ պիտի սրբանա մեր եկեղեցին, այդ ժամանակ սիրելներ մենք իսկապես օրտությամբ պիտի ապրենք։ Հետևաբար թող այս հույսով բացվի մեր նոր տարին, թող այս հույսով սիրելներ թիմավորենք հաջորդող օրերը եւ ամեն մեկս երբ փոխվինք, այդ ժամանակ սիրելներ դարին գվերանորոգվի մեզ համար։ Նոր տարին ոչ թե թվական է բարձաբես, այլ նոր տարին մեզ գմղես սիրելներ, որ մենք անցնաբես նորոգվինք հավատքով, հույսով, սիրով, սրբությամբ։ Եվ այդ ժամանակ է, որ մեր հայրենիքը գլուսավորվի եւ վարտահեղեղ արշալույսը կբացվի։ Ես նոր տարվան այս առաջին օրը այս գարջ աղոթքով գավարդեմ հոգևոր առաջին նախաճաշը այս տարվան։ Երկնավոր Հայր Աստված, գխնդրենք, որ թուն առաջնորդես մեզի համար անորոշ այս նոր տարին։ Գուզենք քու հզոր ցերկետ բռնելով քալել, գադարելաբես վստահելով քու սիրույթ, իմաստությանդ եւ հոգացությանդ, միշտ քու գամքիդ մեջ մնալով։ Ամեն։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, շնորհավոր նոր տարի ծեր բոլորին, քալուստը լա բարի եւ սիրելներ օրտությամբ ապրինք, սիրով ապրինք, Քրիստոսի ներկայությամբ ապրինք։ Ողջ մնացեք, առողջ մնացեք, օրհնյալ եղեք։